Պարոն Սողոմոնյան, օրվա խորհրդի հետ կապված խոսենք եւ նաեւ քիչ առաջ այստեղ էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, անվտանգության խորհրդի քարտուղարն ասում էր, որ իր համար այսօր միատոն է եւ եռատոն չէ։ Ասեմ, որ ժամանակավոր է։ Իրենք են ժամանակավոր, հայ ժողովրդի մեծագույն սխրանքը, թե մեծ հայրենական պատերազմում, թե արցախյան պատերազմներում, բոլոր պատերազմներում երբեք մոռանալ չի լինելու, եւ երբ որ իրենք վռնդվեն իշխանությունից եւ մենք լինենք իշխանություն, մենք Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի, Կարո Քահքեջյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մենուա Հովհաննիսյանի, մեր հայրենական առաջին պատերազմի տարիների հերոսների, Հունան Ավետիսյանի, բոլորի կերպարներով դաստիարակելու ենք մեր սերնդին, մենք այդպես միայն կարող ենք կերտել կենսունակ ամուր պետություն։ Իրենց ուղեգծով մենք չենք կարող ունենալ ամուր պետություն, մենք կունենանք թուլացող հասարակություն եւ թուլացած պետություն։ Ես այնպես որ անտեսում եմ եւ այսօր շատ կարեւոր օր է մեր պատմության, հայոց պատմության փառավոր էջերից մեկն է, որովհետեւ մենք այսօրը կերտել ենք մայիսի 9-ը հայ ժողովրդի ջանքը, հերոսական ճիգը շատ մեծ է եղել այսօրը կերտելու գործում։ Խորհրդային Հայաստանի բնակչության ամեն 5-րդ բնակիչը, ամեն 5-րդ հայը մասնակցել է պատերազմին։ 1.5 միլիոն մարդ է եղել պատերազմի սկզբում Խորհրդային Հայաստանում ապրող, 300,000-ը զորակոչվել է ռազմաճակատ եւ ամեն երկրորդ ռազմաճակատ զորակոչված հայը զոհվել է, ել ես չեմ ասում վիրավորվածների, հաշմվածների մասին։ Եվ գերմանական նացիստական բանակների անպարտելիության միֆը կոտրողներից մեկն էլ եղել է հայ ժողովուրդը իր ազգային դիվիզիաներով եւ խորհրդային այլ դիվիզիաների կազմում մասնակցելով մեծ հայրենականի բոլոր կամ գրեթե բոլոր նշանավոր ճակատամարտերին, սկսած Մոսկվայի ճակատամարտից, Ստալինգրադի ճակատամարտում, Կուրսկի ճակատամարտում, Կովկասի համար մղվող մարտերում հայ ժողովրդի 100,000 ներկայացուցիչներ մասնակցել են Կովկասի ճակատամարտին, 3 հայկական ազգային դիվիզիաների կազմում եւ մնացած այլ դիվիզիաների կազմում։ Ես ուզում եմ նաեւ շեշտել արցախցիների մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին։ Համեմատության համար ես ասեմ հետեւյալ թվերը։ Յուրաքանչյուր երրորդ արցախցին լղիմի բնակիչ, լղիմի յուրաքանչյուր երրորդ արցախցին զորակոչվել է բանակ։ 132,800 հայերից 45,000-ը զորակոչվել են ռազմաճակատ եւ նրանցից յուրաքանչյուր երկրորդը զորակոչվածներից զոհվել է այս պատերազմում։ Համեմատության համար ասեմ, որ յուրաքանչյուր 19 ադրբեջանցուց մեկն է զորակոչվել ռազմաճակատ։ Եվ հայ ժողովրդի այդ հերոսական ճիգը, այդ իսկապես ինքնազոհությունը եւ հայրենական մեծ պատերազմը իրենց համար սրբազան պատերազմ համարելը շատ առարկայական, շատ կոնկրետ պատճառ ուներ, որովհետեւ ըստ գաղտնի պայմանավորվածության Ստալինգրադի ճակատամարտում պարտվելու պարագայում թուրքական 26 դիվիզիաները, որոնք գետի այն ափին կանգնած էին, պետք է ներխուժեին Խորհրդային Հայաստան 1942 թվականի նույնիսկ օրն էր որոշված նոյեմբերի 24-ին, ինչը տեղի չունեցավ շնորհիվ նրա, որ հայ ժողովուրդը իսկապես մեծ ու հերոսական ճիգով իր կռիվը տվեց այդ պատերազմում։